Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Մուտքերը տալիս, հա։ Դրանք վազում են, մենք իրեքով, ես չգիտեի, որ ես այդպես կարամ վազեմ։ Տարարամ, տարարիրարիրամ, Վարդան Սարգսյանին սպանել են ցեղերի մոտ։ տարարիրարարարամ։ Թե դրա վերջը տենց է պետք է լիներ։ Ուղի խորս աչքերի մեջ նայելով սենց անում։ Անշնորհակալ։ Ով է։ Նազենի Հովանիսյան։ Պարուրը ու Սիլվա Կապուտեկյան մտան։ Ես նույնիսկ Բրեժնևի գիգն եմ նստել։ Ինչ եք ասում։ Սկսեցինք, քանի Վարդանը չի թռե։ Այսօր հենց այնպես հաղորդման հյուրերն են Նարեկ Դուրյանը եւ Վարդան Travel-ը։ Թազա ազգանուն, հա։ Travel-յան։ Բայց ես փողոցում տենց են ճանաչում։ Այ Վարդան Travel, ասում Travel չէ, Սարգսյան։ Հա։ Բայց արդեն մենք էլ ենք Travel ասում։ Ոչինչ։ Հա, ես օքեյ։ Արի Հայաստան Սարգսյան կասում։ Մի հատ էս բանի վրա մի բան պատմեմ էլի։ Իհարկե, իհարկե։ Մի հատ խաղ կա, որ փողոցում նկարներ են ցույց տալիս, ու հայտնի մարդկանց ու մարդիկ ասում են ով է, հա, եւ այլն։ Հավանաբար ես էլ եմ հայտնի, իմ նկարն են ցույց տվել, մի հատ տղա է, նկարը ստացած, գիտեմ։ Էս են Օհան Դուրանի տղեն է։ Նարեկ, արա սրած գարի ինչ։ Արա սրած գարի ինչ է սրա։ Արա սրած Օհան Դուրանի տղեն արա սրած գարի ինչ է։ Վայ, շատ լավն է Վարդան Սարգսյանը։ Մի խոսքով։ Ոնց եք։ Հրաշալի։ Ողջ ենք, երկու ոտքի վրա։ Փառկած։ Ես պետք է ավելացնեմ, որ ես երջանկության պահեր եմ վայելում անկեղծ, որտեվ իմ շատ սիրելի պարոն Դուրյանի հետ եմ այսօր այստեղ, ինձ համար մեծ պատիվ է, ու սենց հպարտ հիմա նստած եմ, որտեվ իմ սիրելի արտիստի հետ Ես եմ։ շատ մեծ հաճույքով եմ եկել, նախ որովհետև դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում, որովհետև եթե բոլորը քեզ նման աշխատեին, բավականին բան կփոխվեր, եւ իհարկե Մանեջան ջանս, չասեմ մեր կապերը, մեր Այո։ հայրիկը, որ դու գիտես մի խոսքով Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք։ ամեն ինչ པարզ է։ Պապայետ։ Յո։ Ինչու՞ եք արել։ Ստեղծագործ եմ։ Չես ամեն ինչ հարաբերական է։ Այո։ Ստեղծագործությունները տարբեր են լինում։ Գուցե շատերը չգիտեն ու չեն հասկանում, ինչու եմ ես ընտրել ձեզ միասին համատեղ։ Պատմենք մեզ հետևող մարդկանց, որ Վարդանը եւ պարոն Դուրյանը միասին շատ ճամփորդել են արդեն ու նաեւ պատրաստվում են ճամփորդել։ Ինչպես ստացվեց այդ համատեղ ճամփորդությունները, ինչ հիշողություններ կան, հենց այնպես պատմություններ կան։ Ես սկսեմ, պարոն Դուրյան։ Իրականում ինձ հետ ամեն շաբաթ խմբեր մեկնում են մեծ խմբեր, մեր հայրենակիցները ճամփորդության եւ այսպիսի գաղափար կար, որ երբ մեկնում են Եգիպտոս, երեկոյան մեր որտեվ խմբերը մեծ են, մի դահլիճ մարդ է գալիս, դիտեն ինչ-որ ներկայացում եւ բնականաբար առաջինը պարոն Դուրյանը եկավ մտքիս, այսպես առաջարկ արեցի ու սպասում էի, որ պարոն Դուրյանը հեսա կասի, գիտես ինչ, ստեսություն ու պարոն Դուրյանը համաձայնվեց ու դա եղավ սկիզբը, չէ, մեր ծանոթության սկիզբը եղել է Կասկադում, այդ շատ ծանոթ էր, այդ պարոն Դուրյանը կարա պատմի։ Նախ շատ լավ բան է անում, գիտես, որտեղ մարդիկ գալիս են հանգստանալու, բայց երբ ասենք ինչ որ մի անձ լինում, որ շատ թե քիչ մեդիատիկ է, որտեղ մենակ ինձ հետ չի անում, ուրիշ դերասաններին էլ է տանում, մարդկանց շատ հաճելի է իմանալ, որ խմբում մեկը կա, որ այդ կարող է շփվել, խոսել, չէ, դեսիրում են դերասանների հետ շփվել, եւ հետո այդ 6-7 օրվա ընթացքում մեկ օր դու ներկայացում ես խաղում։ Եվ շատ այսպես ընտանեկան մթնոլորտի մեջ, պիտի չսպասես, չգիտեմ ինչ, միսեր, բեմեր, բաներ, շատ հանգիստ մարդկանց հետ շփվելով բանով։ Հիմա երբ ինձ զանգեց ասեց, ես իրան չէի ճանաչում, բայց միշտ հաղորդումները նայում էի ու ասում էի, մի օր այս տղային ուտելու են մի որևէ միտեղ, Ծանոթ չէինք։ Երբ զանգեց ասեցի հաճույքով կհանդիպեմ, ես էլ էի ուզում ծանոթանալ հետը։ Ուրեմն նստած ենք Կասկադում, սրճարանում։ Կասկադում, օրը ցերեկով։ իմ կարող եմ ասել, մեծամտությունը ինձ այսպես ասեց բան արեց, քաշեց, ոնց ժողովրդական լեզվով ասած, ինքը դիմաց նստած, ես նստած եմ,
Մեկ է հետևից մի հատ տղա էր, թե մարդ էր, չեմ հիշում։ Տղամարդ էր, ասեք, մոտեցավ ասեց, կարող եմ ձեզ հետ նկարվել։ Այստեղից ասում է, Վարդանը դիմացա։ Ես էլ եմ մեծամիտ ձևով, որ հաստատ ինձ հետ են ուզում նկարվել։ Ասի կներես մասած, մեկացա, մեկ դեսեմ այդ մարդից բրծեց մի կողմից։ Գնաց Վարդանի կողը, ես աթորի շուրջը պտտվեցի, նորից է սուսի պսկսեցի, շատ է տակարկել էր, որ ինչի պիտի ապայման ինձ հետ նկարվել են, շատ է տակարկել, հետո այսպես մտել Բայց ճամփորդությունների ամենահավես ինձ համար ինքնաթիռում, ուրեմն պարոն Դիրյանը դե միշտ ինձ է տալինում, մենք միասին ենք լինում, ուրեմն չգիտեմ, եթե 3 ժամ ենք թռնում, դա նշանակում է 3 ժամ անվերջ ծիծաղ, հումոր, նենց պատմություններ է պատմում պարոն Դուրյանը, բայց պարոն Դուրյան շատ եմ խնդրում, որովհետև չեմ կարողանում քնեմ օդանավով, դրա համար չեմ թողնում, ու չեմ թողում ինքը թողնի։ Այսօր եմ ես պատմել։ Ու բայց ամեն նախադասությունից հետո պարոն Դուրյանը խոսում է, ասենց հա, դե լավ, դու հանգստաց, ես չեմ խանգարի, բայց ու նորից ու ես ընդ ուզում եմ, բայց պարոն Դուրյան ամենաուժեղ պատմությունը, որ պատմում եք, որ մի անգամ ինքնաթիռով մեկնում եք ու միացրել են ֆիլմ, որտեղ ինքնաթիռը ընկնում է։ Ու դուք նստած ինքնաթիռում նայում եք։ Ինչ դաժան են եղել։ Բայց քեզ մի 30-40 տարվա, չէ, 30 տարվա, մի 25 տարեկան էի, դեր այսպես էս աշխարհ չէր նպացել, այս ամեն ինչ ես բան թռնում եմ Ամերիկա, ման։ Առաջի անգամ կյանքում թռնում եմ Լոս Անջելես, Փարիզից 14 ժամ։ Ուրեմն կինոն էլ էկրան է իջնում, մեծ, հələ չկար այդպես ամեն մեկի նաուշնիկ եւ այլ։ Մեծ էկրան է իջնում, երբակայում ես դինամիկները սենց բարձր ամբողջ օդանավի մեջ։ Ու մենք սենց նստացեք, ու միանում է մի հատ կինո, ամերիկյան մի հատ հերթական ապուշություն, որտեղ 2 ժամ օդանավը ընկնում է։ 2 ժամ ու մեկ օդանավում այսպես։ Ինչ դաժան են եղել, ինչ սոկանի։ Այդ պատմությունը Անուք լրացրել է։ Ամերիկյան խելքը։ Հետո 12 ժամ լուր թռնել։ Այդպես ծանոթացանք, սկսեցինք միասին ճամփորդել։ Հետո պարոն Դուրյանը ինձ հետ նույնիսկ եկավ Կիպրոս, ուղղակի որպես հյուր ճամփորդեց, մի խոսքով էսպես, բայց մենք պլանավորում ենք նախ պարոն Դուրյանը ինձ խոստացել է իսկական Ֆրանսիան ցույց տա։ Որտեվ ինձ էսպես ամ, դու որտեղ ես եղել Ֆրանսիա, ասում եմ դե ստեղ, դու Ֆրանսիա չես եղել, կգաս ես Ֆրանսիան ցույց կտամ, որոշել ենք նավակով մի անգամ, այսպես Որն է ձեզ համար։ Դա հրաշալի, դա մի Որն է ձեզ համար իսկական Ֆրանսիան։ խորը Ֆրանսիան։ Որ քաղաքն է։ Նախ քաղաք չի, գյուղերը։ Գիտես ինչա, այսօր Ֆրանսիայում ինչպես ամբողջ աշխարհ մեծ քաղաքները այլևս ազգության հետ կապ չունեն։ Փարիզ, օրինակ ես ասեմ ես Փարիզցի եմ հաստատ, բայց ես ֆրանսիացի չեմ։ Կապ չունեմ։ Չէ, նույնը Հայաստանում, Երևանը Հայաստանի հետ այնպես չի որ կապ ունի։ Չէ, այսինքն մեծ քաղաքները արդեն ազգություն են, լոնդոնցի, փարիզցի, մոսկվացի, չէ, բայց լոնդոնցին անգլացին չի, փարիզցին ֆրանսացին չի։ Եվ այդ խորը Ֆրանսիա որ գնում ես, Պրովանս եւ այլն, այդ փեղերով ֆրանսացիները, ուտելիքը, բանը, այնտեղ մի խենթանալի ճամփորդություն կա, նավ ես վարձում, դու ես քշում, բայց քշելու բան չկա։ Առաջ հետ։ Եվ գետերով, ասում ես օրինակ ուզում եմ գետերով Փարիզից գնամ Մարսել։ Իրանք ասում են նախ կա այդ հնարավորությունը թե ոչ, երբ որ պիտի գետ անցնի, հասնում ես այդտեղ վարպետ կա, որ գցում են ուրիշ գետի մեջ, նավի վրա մաղալ, հեծանիվ, հերոստացիա, որտեղ ուզում ես կանգնում ես, որտեղ ուզում ես մի խենթանալիք ճամփորդություն, ինչ գետերը ինչ տեղերով կանցնի։ Դե մի պատմեք հետաքրքիր պատմությունները ճանապարհ։ Այդ ճանապարհը պլանների մեջ։ Հա, այդ նավի հետ կապված։ Չեմ արել, բայց պիտի անեմ։ Ուզում եմ Վարդանին համոզեմ, որպեսզի անպայման անենք։ Բայց այս նոր որ բան էինք պատմում, մի բան հիշեցի, նոր որ խոսում էինք դուրսը։ Ուրեմն այս հանդիսատեսի վրա եմ ուզում մի բան պատմեմ։ Այս վերջերս մոլով գնում եմ, մոլ գիտեք, հայկական խոսք է։ Որ ասում մոլոր բան եմ գալի, մոլի արմատն է, էլի, մոլով բան եմ գալի, Վարդան, մեկ էլ բան է։ Մեկ այսինց ձերցս բռնեց։ Այդ շուրը կա մի հատ այսքան կնիկ էր։ Ինձից փոքր, պատկերացնեք, դա սարսափելի բան պիտի, բեղերով բան, սենց մի հատ կնիկ էր։ Մի 50 տարեկան կնիկ էր։ Սենց Վարդան չես երևական ոնց է, չեմ տրակտորիստ է եղել ժամանակին, ինչ եղել 60 տարեկան, ձեզ բռնած, այսպես բռնել։ Անգեր Դուրյան։ Գոռում արա։ Նա թորս քեզ տեսնելի, թորս նա քեզ տեսնելի։
ասի թող տեսնի։ Արի մալես, արի ցավը տալի, արի։ Եկավ գնդել մնդել սա թամուվի խայր, կանաչը չեն իսկական հայք, ասում ես կան։ Ես կանգնել եմ։ Այս կանգնել եմ։ Ո՞վ է։ Ես երեխես նայեցի։ Չգիտի արայ, այդ երեխեն ստիպված չի բոլորի ճանաչի, ասում եմ պապի կողոչի չի մալ, ես երեխի թատրոն չի գնում։ Ես չգիտեմ։ Հիմա տատը չխայրանում ա, որ ինչի ճանաչում։ Այդ կա, այս ձերս է։ Լավն է ով է։ Ես երեխես նայեցի, հիմա այս երեխի քրտել է։ Ու այդ ամենը բարձր ձենով։ Հա, բարձր որ քրտել է, ինչ սերիալ կա, մտքով անցկացնում, ասում է իշի որտեղ այնց հիվանդանոցում տեսել։ Սիստեմաների մեջ պարկած որտեղ է, որ լացում են վրաս, որ պիտի մեռնեմ վերջի սերիայում։ Օգնե՞մ։ Ամեն օր տելևիզորով տեսնում ես, թե երբ եմ ամեն օր տելևիզորով, ամեն օր տելևիզորով տեսնում ես։ Նազենի Հովանեսյան։ Ինչ սալման։ Նազենի Հովանեսյան։ Ու դու ճիշտ է։ Ճիշտ ապրես բավական բավական։ Շատ լավ։ Նոր որ խոսում եք գրիշը, դիժեցի։ Այդ նոր մի անգամ փողոցով որ գնում եմ։ Հանդիսատեսները շատ որ ճանաչում են, շատ տարօրինակ ռեակցիաներ են տալիս, էլի։ Ես շատ եմ սիրում հարգում եմ։ Մեծամասնությունը շատ ինձ բարեբա, բայց կան դե որ տեսնում են դոբզման զույգերն են շատ հետաքրքիր, ուրեմն բարով Հյուսիսային պողոտայով իջնում եմ, մեկ է մի հատ զույգ հանցնում, այս աղջիկ ես ձեր ցավը տանեմ, դուք այդ տղեկին ոնց եք ձեր ուսի վրա տես տանում, չգիտեմ, սենց հենվել այս աղջիկը ուսի վրա, ես ոնց կախել արած, այս աղջիկը այս ես գնում, հա, այս կողքով սենց, ու ես որ անցա կողքով, նա այս աղջիկան ասեց, տեսար ով էր, Հրանտ Թոխատյանը, Բայց մեկ անազենի դեպքին ոչ մի բան այդ ֆենոմենը։ Ընդհանրապես մեկ հանդիսա, ես երեմ ասում ես ամենայն սիրով եմ ասում, ես բանով չեմ անում, բայց այն օրը մեկ թատրոն եկան մեր երեխեքի, որ Տոմս են պատրում, Տոմսը տվեց, ասեց, ձեր մոտ ամֆիթատրոն, ասեց, վայ, բա մենք եկել ենք Բոհեմ թատրոն։ Վայ։ Բա մենք եկել ենք Բոհեմ թատրոն։ Ոյ։ Իդեպ պարոն Դուրյան, Բոհեմ թատրոնից մի փոքր վերև Բաղրամյան Օրբելի խաչմերուկում կառուցվում է նոր թաղամաս, Skyline թաղամասը։ Skyline-ը առաջին թաղամասն է Երևանում, որի ստեղծման համար ոգեշնչում են հանդիսացել ժամանակակից մարդու առօրյա պահանջները եւ լավագույն ապրելակերպի պատկերացումները։ Նյույորքյան ճարտարապետություն Երևանում։ Skyline ավելի նորարար, քան կարող եք պատկերացնել։ Բայց մի հատ այս պատմեմ ու հետո Չէ, շատ հավես է։ Կին։ Աման, ես ես գիջանցրամ։ Տերասան եք, ասի այո։ Ծերանունը ինչ է? Ասի Նարեկ։ Նարեկ։ Ազգանունը ինչ է? Ասի Դուրյան։ Նարեկ Դուրյան, չէ, չեմ դանչնար։ Շատ զարմանալի է։ Այն խոսքով։ Ես պետք է պատմեմ։ Վայ մի հատ Պարոն Դուրյանը ասեց նայում էի, հա, հետևում էի հաղորդմանը, հանկարծ չուտեին։ Չէ, իմը բայց ես իսկապես ուզում եմ մանե իմ հարգանքը իրար։ Ես գիտես ինչ, ով ինչ ուզում ասի, չգիտեմ դրամի համար, չգիտեմ ինչի համար, հա բարձր դրամի համար, եղբայր, ես եմ դրամի համար խաղում։ Ես հավատացում եմ ձեզ, ես չեմ սոված մտնեմ տուն սարնարանս բացեմ ընդեղից ասել բրավո չեմ կշտանա, պիտի չուր հացելի որ ուտեմ։ Չէ, ումա պետք սարնարանը բացեմ ասել բրավո։ Իսկ պետք է որ բացում ադին եղնի մեջ որ ուտեմ, չէ։ Դրա համար ես իսկապես իմ հիացմունքն եմ արտահայտում իր աշխատելը այդ գիտեք ռուսերեն խոսք կա տրուդագոլիկ։ Հա, շատ։ Հա, վառ օրինակ է, մոտիվացիա բոլորի համար։ Ես էսպեսի մարդկանց։ Իմ զայլոց աստվածով կիզորի հայրիկը դել։ Խենթանալիք աշխատող է։ Խենթի նման էր աշխատում։ Դրա համար էր հայրիկը դել։ Հա, ես ու պապան իդեպ շատ սիրում էինք հետևել թե ինչեր ես դու ուտում։ Ինչ տարօրինակ
Կենթանիներ։ Ես արդեն ադապտացվել եմ այդ ամեն ինչին, անկեղծել, չեմ հասկանում որն է զզվելի, որը չէ։ Ինչ որ իմ կյանքում տարօրինակ բաներ ա։ Վերջերս պարոն Դուրյան գիշերը երազ եմ տեսնում, չգիտեմ որ հյուրանոցներից մեկում վեր եմ թռնում ու չեմ հիշում որ երկրում եմ, երդվում եմ, չեմ հիշում որտեղ եմ։ Հիմա ասում եմ զանգեմ reception, ասեմ բարև ձեզ, ես որ երկրում եմ, Ասեմ ցնդած։ տանեն գժանոց։ Կասեն խենթ։ Դուրը բացեմ որտեղ եմ չի լինի, չգիտեմ ինչ անեմ, բացել եմ Facebook-ը, նայում եմ որտեղից եմ post արել, հետո հիշեցի որ քաղաքում եմ։ Որտեղ էր։ Հիմա չեմ հիշում։ Մեկա չեմ հիշում, բայց մի հատ ֆենոմեն պատմություն։ Վիետնամում նկարանումների եմ, մի հատ հայ Արմենը, եթե դիտում է հիմա բարևներ, Արմենը շատ օգնում էր, որտեղ այդ նկարանումները դե բարդ է, մի հատ հայրենակից որ լինում է շատ օգնում է, հայ, էսա պետք ես էլ նկարանումների ժամանակ նենց բաներ եմ ասում, ուզում եմ էս գտնեմ, որ անհնարին է եւ այլն։ Եվ շատ օգնում էր ինքը եւ իր կինը հայ չէր գերմանուհի, ծանոթացել է ամստեր շատ հրաշալի զույգ։ Հայ Գերմանուի Վիետնամում։ Այո, կինը ոնց որ դեսպանատանն էր աշխատում եւ անդադ իրան տեղափոխում էին այսպես։ Հրաշալի մարդիկ։ Ու ասում է Արմեն հենց գաս Երևան, անպայման ես քեզ հրավիրելու եմ ընթրիքի, մենք պետքա նստենք, հիշենք, պարտադիր։ Ասում եմ 6 ամիս, ես նորից մի քանի ժամով եկել եմ Երևան, ու այնպես ստացվել հանկարծ մտել եմ մեր գրասենյակ, Մաշա հետ խոսում եմ, դուրս կանք ու զանգ է գալիս։ Վերցնում եմ ալո, Վարչան պրիվետ, Արմենն է, ասում եմ ինչ Արմեն, Վիետնամի Արմենը, վայ Արմեն ջան, բան, մի քանի ժամով եկել եմ, ասում եմ ես վաղը պետքա թռեմ, դե հենց հիմա հանդիպում ենք։ Հիշեցի, որ ես ընթրիք եմ ես մարդուն հրավիրել։ Ասի հենց հիմա ես ու Մաշան գալիս ենք։ Ես ու Մաշը դուրս ենք գալիս, արագ գնում ենք, բացատրում է ինչ-որ տեղը նշանակում է ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ շենքի, որ երրորդ հարկում ռեստորան կա, անուն էին ծանծանոտ, արագ հասնում ենք այնտեղ, արդեն պետք է հասնեմ իրանց հետ հանդիպման, տեսնում եմ, որ մոտս 120,000 դրամ է, ոչ բանկի քարտն եմ վերցրել, ոչ մասնագումար վերցրել, դե ստելով մի 120,000 դրամով երևի թե նորմալ կլինի։ 4-ով եք, չէ։ 4-ով, հա։ Մտնում ենք, ասեցի ու պետք է գա։ Աֆրիկական ցեղերի մոտ գնում է հասու։ Դե աֆրիկական ցեղերի մոտ 120,000-ով տուն են տալի։ Անունով եւ 3 կին մի անգամից։ Նստում ենք վերելակ։ Այդ որ թվերն է։ Այդ մի 5 տարի առաջ 4։ Հա։ Նստում ենք վերելակ, այդ վերելակը բարձրանում է, չգիտեմ որ հարկ, դուռը բացվում է վերելակի, մտնում ենք անանուն ռեստորան, մի 4 ծեղան, բայց մի 39 մատուցող։ Այն որ մեկը քեզ հրավիրում է, մյուսը էսպես, չգիտեմ, նստացնում է այդ շորը փռում է, ամեն ինչ բերում է, ես հասկացա որ 120,000 դրամը չի երիկելու, բայց սենց մենք եք հաղցած, ես ու Մաշը ոչ մի բան չենք կերել, նստում ենք, բերում են մենյուն։ Այն որ չեն թողում դու թերթես, իրանք են թերթում, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ պերչատկեքով, բան սենց եւ այլն։ Հիմա նայում եմ անուն այդ չմնա դրա համար։ Մենյուի։ Ուրեմն շորտ նայում եմ անուններից ոչ մի բան չեմ հասկանում, դե սովորաբար անունների մեջ որ ծանոթ բանել է, չէ՞, ինձ անծանոթ, բայց ինձ զրոներն է հետաքրքիր։ Տեսա որ ամենամաչելի աղցանը նախուտեստը սկսում է 45,000-ից։ Լավ էլի։ Հիմա ասեն ժպտում եմ, ընտրում ենք։ Ես Մաշը, ինքը կինը, ասենց ընտրում ենք, տենց Ո՞նց ողորը։ ենք անում եկել մատուցողը մոտեցավ ինչ եք ընտրել։ Դասի ես այս սրանից, որտեվ դա 45,000 է ամենահաճելին։ Մաշը ասեց, դե ես էլ եմ դրանից շատ ուզում, Մաշը արդեն գիտի 120,000 Բայց 90,000 արդեն։ ու Արմենն ասում պատրել, մեզ բերեք այս միսը ոսկորը դուրս եկած եւ այլն, այդ որ տասի կներեք, հրախոսը վերցրեցի ընկերոջը զանգեցի, ասի դες դու քաղաքում ես, ասում եմ շտապ փողապետ վերցնեմ, գնամ տուն, քարտ մարդ տամ։ Ասես չէ կինս է քաղաքում, զանգի իրան, զանգեցի լսի ստեղ ես, X մարդ ջան ստեղ ես, հա ասի շատ եմ խնդրում կբերես ինձ 200,000 դրամ, շտապ իջնեմ, ասեց հա, ուրեմն ասի կներեք, ել եմ շտապ հանդիպում ունեմ, արագ թողնում եմ, վերցնում եմ լիֆտը, այդքան հարկը իջնում եմ, ներքև վազում եմ, գիտեք կանգար չկա, այդ աղջիկը գալիս ավտով պատուանից 200,000 մերսի ապրես գալիս եմ, նստում եմ այդ լիֆտը նույնս բարձրանում, նույնս դուր բացվում, նույնս քեզ դիմավորում են, այդ փռում են, սենց են անում նորից մենյուն բերում են, նստում եմ, արդեն պատվիրեցինք, մեկ էլ սկսում ենք զրուցել, մեկ այդ կինը սենց անում, գինի խմենք։ Ասի ճիշտ ասած, մարդ։ Սենց էլ եղել է իդե։
Ասեցի կներեք, մենք գինի չենք խմում, ասեց չէ, մենք ուզում ենք։ Ասեց, որն է ձեր ամենահին գինին։ Հիմա այդ մարդը անուններ ա, 1960 թվական, 50 թվականը միջև այդ ասեց, ստեղ ես, ասեց, արդեն խնդրում եմ հետ կներեք մի հատ է, նույնց այդ լիֆտը նստում եմ, իշտում եմ քրտնած, վազում եմ դուրս ընդես, փողը վերցնում եմ, նույնց այդ վերելակը նստում եմ, բարձրում եմ, էլի նստում եմ, ինձ sense դիմավորում են։ Վիետնամի նկարահանումները։ Գնում եմ մի խոսքով, հիմա նստած են, գինին բերել են, այդ գինին ես ու Մաշը sense ever կում չես անում ես, sense պրոշը ուղակի թրջում ես, դնում ես, որտեղ մի քիչ պակասում է գալի լցնում են։ Իսկ այդպես ա լցրեցին երկրորդ շիշը։ Իսկ ես չեմ կարա նորից իջնեմ։ Հիմա լարված նստած ենք, հիմա բերում են ուտելիքները։ Ուրեմն իրանցը, Արմենինը կնոջ sense մեծ աման, sense մի sense դուրս եկած են ոսկորով sense երևում է մի 100,000 դրամանոց ու մերը։ Այսքան աման այսքան լոլիկ կտրած մեջը պանիր կանաչի ու մանեզով սենց է որ ապսեն ներկացա հիմա նստած ենք իրանք այդ միս են ուտում ես ու Մաշը այդ լոլիկը որ լեզվի տակ դնես կհալի կտրտում ենք սենց կտրում ենք սենց իբր շատ զբաղված եք հաց եք ուտում կինը ասեց մի հատ էլ գինի խմենք երկրորդ շիշը երթվում եմ երրորդ անգամ եմ զանգում նորից այդ նույն process-ը իջնում մի խոսքով դիսերտ ուզում եք ասեց դիսերտ ուզում եմ ասեց չէ ոչ մի բան չեք ուզում մտքումս ասի վերջում կասեմ կներես չէի նախատեսել որ 1 միլիոն դրամով ընտրիկ ենքա Վիետնամից տանկ նստեց այս ընտրիկը արդեն ասի վсё Արմեն ջան հաշիվը փակենք դուրս գանք ասեց Վարդան ջան ինչ հաշիվ սա մեր ռեստորանն է Չասի մի րոպե մեյուն կբերեք Պարզվեց մյուս օրը իհարկե ես հրավիրեցի, կասկադում նստեցինք։ Այն 500,000։ 500,000 անտիլ։ Բայց Արմեն ջան բարև ձեզ։ Ու շատ ընկերացանք, բարևներ, վստահ եմ Արմեն, તો Արմենից պատմեցի։ Գիտես, sense պատմությունա։ Ոնց դու չգիտես ռեստորանն։ Հա, իհարկե, որտեվ զգում եմ ոնց կարա մարդը հյուր գա 5 րոպեն մեկ իշտի բարձանա։ Հա, Աֆրիկայից ինչ։ Ցեղերից, բոլորը ցեղերից են հարցնում, իրականում դե ինձ համար ցեղերը դարձել են ընկերներս, չգիտեմ, երազում եմ անկեղծ իրանց Հայաստան բերեմ, պատկերացնենք Մուրսի ցեղերը, Աֆրիկայում որ ապսեներ են sense դնում, ասենք հյուսիսային պողոտայով շրջեն, ինչ սենսացիա կլինի, բայց անձնագիր չունեն, չեմ կարողանում, բայց միշտ երազել եմ անկեղծ, sense մեկին բերեմ, պատկերացնենք անձնագրային բաժին, Մուրսի ցեղը այդտեղ ծակած ապսյա դրած sense, դե իրանք sense ծակում են։ Ինչի համար են անում։ Դա գեղեցկության սիմվոլ է, այսինքն ինչքան, այսինքն փոքր ժամանակ անց կենանում, հետո դե պրոշը լայնանում, լենանում, վերջում այսքան ապսեներով տատիները գալիս են, քեզ այդ վճարովի նկարվում են։ Բայց Աֆրիկա մի հատ գյուղ էին գնացել նկարանումների ու չգիտեինք, որ այդտեղ ընդունված է, կներես իհարկե, ցենզուրայից դուրս բան եմ պատմում, եթե հյուր է գալի գյուղ, պետքա ցեղապետի կնոջ հետ ունենա հարաբերություն։ Եթե չի ունենում, ուրեմն չի հարգում ոչ ցեղին, ոչ ընտանիքին, ոչ էլ այդ գյուղը, ու պատկասնես ես։ Եկել եմ ու մի հատ ծոցա, ասենց փոշոտ, ասենց 101 տարի չլողացած, ասենց սպասում է։ Նորմալ չի։ Իհարկե նորմալ չի մաները, նորմալ չի, բայց ինչն է այնտեղ նորմալ։ Ու ինչ պետք, չգիտեի ինչ անեի, եմ որ չգիտեի, հիստերը ասում եմ հիմա ասեմ չէ, որ սպանեն։ Պարոն Դուրյան ինչը փրկեց, ասեցի ես COVID եմ։ COVID-ը գիտեին ինչ է, տենց փաղտեց շատ է լինում։ Բայց ամենասենսացիոնը դա ինձ այդ տղաներն են, չէ, նկարանումների գալիս, ու սենց դե իրանք այդ խոշոր պլան պետքա նկարեն, գնացել ենք Էկվադորի ջունգլիներում, Ամազոնի հատվածում, մի հատ շատ սիրուն ցեղ կա, շատ նկարած են աղջիկները, որ մոդելներ։ Եվ ուրեմն ոնց են կերակուրը պատրաստում, իրանք սիրում են կարտոֆիլ ուտել պյուրե։ Դե չեն աղում, չեն սենց անում, ծանում են։ Հա, ու թքում են։ Ու տենց հետո խառնում են, բոլորը գալի ուտում են։ Հիմա մեզ ուզում են հյուրասիրեն այդ ամեն ինչը։ Հիմա ես ու օպերատորները սենց ոչ ուզում ես վիրավորես, դե հիմա իրանց ավանդույթն է դա, ինչքան է մենք սենց անենք, մեկա չկերանք, պարոն Դուրյան, չկարացու։ Բարդ մի հատ հացնամ էլի։ Բայց ինչ ասեցիր COVID-ես։ Արզվա միշտ COVID-ը մյուս տարին 12 ամիս։ Որտեղից ես գտնում իրանց։ Պարոն Դուրյան, ուսումնասիրում եմ։ Ես չգիտեմ որ այդքան այդտեղ չգիտեմ որ այդպես մարդիկ կան, բայց ոնց ես գտնում Ես հասցե դե ամեն ինչը երկար աշխատանք։ Ես մի տարի առաջ պատրաստում եմ նկարանումների։ Մի տարի առաջ։ Իրավունք երևի գնալու համար։ Իհարկե, հետո որ չուտեն մեզ։ Բայց իսկապես հա, բարիս բունի մաս։ Եղել են նման տանգավոր դեպքեր։ Մի անգամ փախել ենք հա։ Պատմի։ Ես ու օպերատորները
բայց ես էի մեղավոր։ Մենք ցերեկը գնացինք, Համահանել մեկից հետո ես, համա։ համահանելը։ Իրականում ցեղերի մոտ ցերեկը մեկից հետո չի կարելի գնալ, իրենք գինովցած են։ Իրենք այդ մրգերը դնում են, թթվում են, խմում են, կին տղամարդ կապ չունի խառը։ Ու մենք գնացինք նկարանումների մեկից հետո։ Ես ասացի չէ գնանք, դե բարձախմբերին տես տեղեր չեմ տանում։ Խեղճ օպերատորներին։ Գնացինք այնտեղ հասանք, տեսանք ագրեսիվ, ինչի եկեք Եվալեն սախ տեխնիկան վերցրեցի, դեպ GoPro-ով նկարել ենք մեր տղաներից մեկը, այդ YouTube-ում տեղադրել ենք իմեջում։ Ու ես տեսա, որ այդ գիդը սփռտնած, վախեցած, ասում եմ, հա, ավարտվում է այստեղ ամեն ինչ, սենց որ արեց, դեպի ասի չէ, ինչ եք խոսում, որ սենց արեց, հիմա պարոն Դուրյան եւ Մանեմ։ Մտքումս երթվում եմ, ուղեղս այնքան առաջ եկավ, ես արդեն տեսա Facebook-ում։ Վարդան Սարգսյանին սպանել են ցեղերի մոտ, էդ էլ հեչ, տեսա կոմենտները, թե դրա վերջը տենց է պետք լինելու ամեն տեկիտ սախ, պարոն Դուրյան, սախ տեսնում եմ սենց, ինտերնետ չկա, հեռախոս չի աշխատում։ Օ, ինչ ոխենորը։ Սենց նստած ենք, այս հիմա կանայք են գալ, ասում եմ կանանց ժպտացեք, տղեկին ասում չուտեն, կանայք ավելի ագրեսիվ են։ Այն որ դու սենց սենց բան, արդեն կարակի, չգիտեմ, փեդեր են տանում բաներով սենց այդ մի խոսքով, սենց սարսափ ֆիլմ։ Ինչ անենք, մեկ է այդ գիդը ավտոնեն շատ հեռու է, սենց շուռ եկավ, սենց արեց։ Վազեք։ Այդ վազեքի զտարից, գիտեք ոնց ենք վազե, եկը չթողեցի էլ ասի 3-ով վազում ենք, այդ կա իմ YouTube-ում ամեն շատ նո հիմա է ծիծաղալու։ Դրանք վազում են, մենք 3-ով, ես չգիտեմ, որ ես այդպես կարամ վազեմ։ Պրոֆեսիոնալ, չգիտեմ 120 կիլոմետր արագություն, որ սամալյոտը վերցնում է արագություն, արդեն ես այդ взлётի պահի արագությունով սկսեցի, հասանք ավտոն, մի խոսքով գնացինք, հասանք հյուրանոց, երթվում եմ, հասել ենք 1 լիտրանոց վիսկի ենք բացել 3-ով, առանց ոչ մի բան խմել ենք, այդտեղով երկրորդ։ Խմել ենք ու հետ են գնաց։ Էլ իրանց մոտ։ Դե հիմա ասեք տենակ ինչ եք ասում։ Եկել ենք ուտենք ձեզ հայերով։ Yes։ Հետո մեկ ուտում։ Ման մորակույրը Փարիզից մենք արդեն երևի 98 թվականից խաղում ենք այդ ներկայացումը Փարիզից։ Ուրեմն այն թվերն եմ ասում, որ դեր ամեն ինչ կոնսերվատիստ եւ այլն, ասենց ամեն ինչը ասենց ազատ չէր ոնց որ այսօր։ Դա մեծ հարցական է ազատ է, թե ազատ չի, դա մեծ է, դա շատ հարաբերական է։ Ուղղակի ինտերնետ չկար։ Դա շատ հարաբերական է։ Ուրեմն ման է ներկայացում ունեմ Լիոնում, մորակույրը Փարիզից։ Ներկայացումը վերջանալուց հետո մի ժամ, 1.5 ժամ ունեմ ընդամենը, ու 2 գուցե, հիմա լավ չեմ հիշում, որ պիտի նստեմ TGV գնաց, արագ գնացող, չգիտեմ, մի 40 րոպեում հասնեմ Ժենևա, կողքն է, հեռու չի, 50-60 կիլոմետր։ Ու պիտի խաղամ Սելավի, մոնո։ Այդպես է ստացվել։ Սառնարած լցնելու համար ընդունել էի։ Ոչ բացեմ ասեն, բրավո։ Ու պատկերացում ես, որ ներկայացումը արդեն վերջանում է, մտածում ենք ռոպկամ, ինչև հասնենք կայարան, ոնց ենք հասնելու կայարան, Փարքաստո հեռու չի, այն կայարանն ենք վերցրել, որը 2 կայարան կա Լիոնում, որը մոտիկ է։ Որ նստեմ ինձ գցեմ այդ արագ գնացող գնացքը, որը 320 կիլոմետր է ժամում, որ մի 40 րոպեից պիտի հասնեմ Ժենև, այնտեղ պիտի ինձ դիմավորեն, տանեն ուղիղ բեմ, ես ասել եմ, ոչ մի բան պետք չի, մեծ աթոռը դնում ու ինչ լույս կա գցեք խաղում եմ։ Ինչ լույս կա գցեք։ Լսի որ մորակույրը, դե մորակույրը չի խաղում, վերջացնում եմ շուշուտ ուրման արագ դուս եմ գալու, նստում եմ գնացքը գցում եմ ինձ հազիվ հասնում եմ գնացքի մեջ TGV։ Նստած եմ սենց, ասում եմ ինչ լավ է, TGV շարում եմ, դիմաց մայրու կին են նստած, մայրու երեխա են նստած, բայց ասում եմ, ես ամբողջ գնացքը ինչ որ իսենց նայում եմ։ Ինչ եք մոռացել։ Մեկ երես կինը վեկացավ երեխում ես։ Գնացի։ Մեկ դե մի հատ տղամ ասեց։ Ու գնալ։ Վայ։ Մի խոսում սաղ վագոնը դադարկվում է։ Ես Ու ձեզ նայելով։ Այնտեղ բոլորը նստած են։ Սենց իմ շուրջս էս մի հատ մեծ վագոն տարած, քանի ասում եմ, նայում եմ, նորմալ է։ Արի դու գնա պետքարան ուզեցի գնամ չտեսնեմ, որ քսվածությունը չեմ անել, պամադայով, անջնես քսված։
նստել եմ տեժևի հարած։ Գտնում ներկայացման։ Հա, ու տղամարդ աչքերս քսած, պրոշներս քսած, ու սրանք երեխուն բռնեց տարավստեց բան այլի մեր մոտ դիքսը շատ է լինում, թատրոնում շատ ատենց բան, բայց թատրոնի հրաշքը դրա մեջ է։ Հա, շատ հավատա։ Թատրոնի հրաշքը դրա, այս վերջերս մի հատ մարդ էր նստած առաջի շարքում։ 90 տարեկան էր, շատ բարի մարդ էր, Աստված երկար կյանք տա, մենք ենք մոտենում այդ տարիքին։ Ամբողջ ներկայացումը քնել է։ Ամբողջ ներկայացումը քնեց, առաջի շարքում, բայց բարի ժպիտով։ Ինքը ընդհանուր քանի որ ստացի ծաղում էին, իրա քունը շատ լավ է։ Պարզապես, որ մեկ շատ բարձր էին ծաղում, աչքեր բաց ծաղում։ Ուսը լալայ վարտան։ Ու դուրից հակ չուներ։ Շատ է, հանդիսատես է շատ։ Ռեպլիկներ։ Մատիկին կար նստած, արա մի 15 ներկայացում առաջ էր։ Այսին։ Այդ գիտը։ Ինչ անգամ էլ եք Ինչ տեսնում։ անում եմ, այդ սախում եմ։ Եվ ես բոլորին թողել եմ իր համար եմ խաղում, որ մի հատ երեսի հարդ այդեցին եմ։ Հետո Ունդեղ մի կտոր կա, որ ասում եմ, մեղք ենք սպիրկայերս, կարոտում ենք Հայաստանը, սենց արից։ Թոբատ է։ Այդ միակ ռեակցիան է եղել ամբողջ ներկայացման ընթացքի ուրիշ ռեակցիա չի տվել։ Թատրոնը հրաշալի բան է։ Մի հատ ուզում եմ մեծ հետաքրքիր բան պապայի վրա պատմեմ, որտեղ շատ իմ գծից աղալու պատմություն է, ներկայացման մեջ եմ պատմում։ Ուրեմն վկաները կան դեր այդ համերգի ողջ են մարդիկ, այսինքն չեն թույլ տա որ ես ստեմ էլի։ Պարոն Օհան Դուրյանի մասին է խոսքը, ուրեմն Մեծ սիմֆոնիա կար, այլ չեմ կարողանում հիշել, միշտ ասում եմ զանգի ընկերներից հարցրեմ, որ սիմֆոնիան է, որտեղ իրանք գիտեն, ով դեր ներկայ է եղել այդ ամեն ինչին, ոնց որ ասում եմ ավելի տարիքով տղեկ են։ Մեծ սիմֆոնիա է 2 ժամանոց, որ այդ սիմֆոնիայի ուրեմն բանը, կոմպոզիտորը մի շատ տարբեր բաներ էր, սիմբալների համար, այդ տարելկա գինես, այդ ցմփ տապսների համար։ Այդ 2 ժամանոց սիմֆոնիան ընդամենը մի նոտա էր գրել։ Այդ սիմֆոնիա ամենավերջում։ Այսինքն այդ խես նվագողը մի հատ պատկերացրա 2 ժամ այդ ղազանները բռնած պետք է կանգնի։ Սենց անի։ Որպես ամենավերջում մի հատ ցմփանի։ Ընդ որում, լսեցի, ընդ որում բաց տարելկաներ ա գրել, բաց սիմբալներ, այսինքն կա փակ, որ խփում ես ու պետք է կպցրես, որ ձայնը սենց։ Կա բաց, որ խփում ես ու պետք է այսպես բացես, որ այդ ձայնը գնա ու վիբրատո ա գրել, այսինքն պետք է խփես ու ձեռքերդ սենց անես, այսպես, որ այդ վիբրատոն գնա մինչև 2 ժամ հետո։ Հա, մի նոտա, այդ 2 ժամվա մեջ մի նոտ։ Անունը Մարատ էր այդ նվագողի, ես լավ հիշում եմ, անունը Մարատ էր։ Իրան հիշում եմ, Մարատ ջեջա։ Ուրեմն համերգը սկսվում է, բոլորը ինչ-որ բանով զբաղված են, այս խես Մարատս, այդ 2 ղազանները ձեռը, կանգնած, ընդ որում այն ժամանակ, եթե նայեք կտեսնեք, պերկուսիոնիստները չէին նստում, իրավունք չունեին նստելու, իրանք միշտ կանգնած էին, 5 կադրեր որ նայեք, իրանք միշտ ասկան հերիք չի պետք է մի հատ նոտա նվագելու, դե 2 ժամ պետք է այսպես կանգնած, ինքը ու դե ինչ ան, բանում որ չունենա 2 ժամ, նայ ով կա դա, ոչ կա, մտքերը տալում են, մի նոտա պետք է նվագի, գիտես, մտքերը տալում է, Սովետ վաղը միսը որտեղից եմ ճարելու, դալիճում սիրուն աղջիկա չկա, երեխու չգիտեմ կոշիկները պետք է շարքեմ, կնիկս չգիտեմ, ինձ մտքերը տալում է։ Ու որ հասնում է այն պահը, որ պետք է այդ մի հատ նոտա խփի, այդ բաց պերկուսիոնը խփի, իսկ այդ սիմբալների հետ միասին երկշախումն էլ է մտնում։ Ուրեմն հայրս պարզ է աջ ձեռքով երկշախումի մուտքն է տալի, որտեղ 60 հոգի մարդ է, որ միասին մտնեն, չէ։ Մարատին չի նայում, Մարատը դե կագրած է։ Ցախ ձեռքով Մարատի մուտքն է տալիս։ Մուտքերը տալիս, հա։ Երկշախումս մտնում է, Մարատս մորանում է։ Պասի ամենասիրը, սպասի։ Ու մինչև որ դու տես ուղեղ այդ Մարատի ոնց աշխատում, հայրս ջղանացած շուրա գալի դեպի իրան, որ նայի որ ինչի չի խփել, իրան չի կոծնում, ուղիղ հորս աչքերի մեջ նայելով սենց անում։ Յանը խփել եմ արդեն։ Խփել եմ վիբրատոլա։ Չէ դու տե խելքը լա է մարդու, պատկերացնում ես։
Չի գործում իրար, այդ շուրա գալի պապան։ Շատ Իբր խփել եմ այո վիբրատոյի մոմենտը։ Այ, Հիմա սպասի շարունակություն։ Հորս նման սլուխ ունեցող բարդ։ Ակաչ։ Որ ասա 20 ջուտակից կարող ասե 17 ջուտակը ֆալշ է նվագում։ Ստացվում է որ այդ ահրոնի ցմփը չի լսե։ Չի լսե։ Բարդը նայ բավարի վիբրատոյն արել ավասեմ լսել։ Այս շատ լավ է միշում համերգից հետո կմանած Եգուրոս դու զարգեցի խփել եմ մայստրո խփել մանած ինձ մտի գիրե բալմը չեմ նեղվեր քեզի նկատողություն չեմ դար սովետ էր աշխատավարձի չեմ դու զարգեցի ոչ տեսեք մայստրո վիբրատոյի մոտ մայստրոն չեք լսե դե օրկեստրի տաղեկներ հո չեն մատնելու խեր չես մոտենում ասում խփել ասում հա մայստրո խփելու բախում դնում մտածում եմ ֆոտոն։ Ես խնդիր ունիմ, լավ չեմ լսել, եւ միջով մամաս Թիֆլիսի հայր։ Գնաց այդ մարատի կնիկներ էր Թիֆլիսի հայր։ Երկու կեկել կաներով դրեցին մարատի վրա փրթեցին։ Մարատը ամեն ինչ պատմեց, ու եկան օրս պատմեց։ Ինչ չկային անալ։ Մի ամիս պապան մարատի որտեղ տեսնում գրգում փաչում։ Ուրախությունից որ ամենից լավ։ Բայց խենթանալի պատմեց, էլի ինչ ուղիղ պիտի ունենա։ Այդ խառը պահին։ Այդ խառը պահին մինուտ ապդի խփի, ես երկու ժամ մեջ։ Որ նայեցին ուսան Ծանոթ էր տեսել։ խփել է, էլի, հա, խփել է, հա, Դա շատ խնդալու։ Այդ է։ որ վիբրատոյի մոմենտն է անում, էլի։ Այն ժամանակի երևի նկարանում բան չկար, չէին կարա հեռախոս չկար, նկարային ապացուցեն։ Ապացուցելու ոչ մի բան։ Հիմա լիներ բան չէ, մի րոպե, հեսա մի վարկան ծորիներով։ Բայց մայստրոյի հետ պատմությունը եթե էլի կա, շատ հետաքրքիր է։ Մի բան է պատմեմ ու բայց որ ինքը պապայի մասին վերջի նախադասությունը ինձ սպանեց իր էլի։ Շատ եմ։ Ուրեմն քանի ես միշտ դասական երաժշտության մեջ եմ մեծացել, ինձ հայրս միշտ ժամը 9:30-ին գրկում էր, տան մեր անկողիներ բարկացնում, ինքն է գերմանական դասիրակություն ուներ, խաղ չկար, ինչ որ դիմադրել, բողոքել, բան գրկում էր, տան մեր բարկացում մեր անկողին, կողքի սենյակ նստում էր դաշնավորում, իսկ սկսում էր սոնատներ նվագել, իրար վրա Բեթհովեն, Հենդել, Մոցարտ, նվագում ենք անջուրից քնիկ։ Իմ մանկության հետիատները կարող եմ ասեմ, սրանք դրանք շատ լավ գիտեն երաժշտություն, դա այն գոնե 50% կարող է ասել լսելուց ով է գրել, ինչ է գրել։ Մի անգամ ու գիտեի մեր բակի տղեկը բաններ, դե ժամանակ բակը բակ էր։ Իսկապես բակը բակ էր։ Ուրեմն գիտեի, որ շատ լավ գիտեն ասել։ Ու մեր բակում մի հատ տղա էր ապրում։ Այն թվերի նոր այդ ռաբիզը նոր էր ուժ հավաքում էլի, նոր այն վատ ռաբիզը, որտեղ ես ընդունում եմ, որ լավ ռաբիզ կա ու վատ։ Լավի տակ քեֆերին պարում ենք, դե կոմիտասի տակ չենք պարել, մի թղկրապ են, որ պարեն չէ։ Ու կա այլանդակ ռաբիզ, այդ այլանդակ ռաբիզի կայտար ներկայացուցիչներից էր այստեղ, ահավոր մի հատ տիպեր։ Ու իոնիկա էր նվագում, ասենց պոզիցիան կլկլավ մի խոսքով։ Ու մի օր բակից ասում եմ, նարեկ ապե մի հատ կգաց ցավը տան, մաս ինչ կան։ Որտե վերեմ քեզ պատմում, ասեմ, ես 910 առաջի կուրս գուցե, չէ 910 Արա երեք տելևիզորով կլասիկա տվին ապե։ Դզեց։ Բայց ջոգի ով է գրել։ Ինչ կլինի երկեմ։ Դու ինձ ասա ով է գրել ու ինչ գործը, գնամ պլաստիկին առնեմ։ Դա was երկի։ Մա չգիտես խփեմ միկրոֆոնը կարող է բանալ ոչ։ Չէ։ Նորմալ է, օքեյ։ Մալս երկում է։ Չգիտես ցաղալուչա որ ասկզբուգով է շատ խորը մտածես ճիշտ է երկում։ Ես ոտը բերեց առաջ, ես արդեն խառնվայր եմ, որտեղ դհոլը ես կլասիկ ասկիս, այս կլասիկ ես չեմ լսել, այս ուդարը, այս հարվածը սպանում է, այս կլարնտիստի ինա, կլխով հարվածը, տարիրամ, տինդարա դիդամ, յատարա դիդարա դիդարա դիդամ, Կլասիկա։ Ջոգիր արաս, մասուչասի մի հատ երկիր ցավեմ, խնդրում եմ։ Էլի նույն ձև։ Մի հատ երկիս։ Դե լավ լավ։ Բայց հասկանում եք ինչ արվում, դա ճիշտ է իր։ Տարիրամ տինդարա դիդամ, յանդարա դի, ես կոդանել եմ շատ ֆինալը։ Յանդարա դիդարա դիդարա դիդամ։ Արա չասի, լավ չեմ ջոգի, պապան տես բան չի նվագի, ես էլ չգիտեմ։ Բայց ամուսնու մտածում, ասում ինչ է երգում։ Ինչ կարող է լինի
տարիրամ դինդանան դինդամ լով արա կարողա տարարամ տարարիրարիրամ Լավելի է, թե։ լավելի ու ամենացիսաղարու գիտեք ինչն է այ վերջակետը հայրս դրեց որ եկատու խնդալու պապային ես ամեն ցիսաղարու պատմեց ասեց ինչ կա տղա ջան ատ երիտասարդալ բախ ադանք կնկալի Չտա ասում կտեց հալսում բախը Իրանը բախուլ է։ ինքը տեց հալսում բախը Շատ հետաքրքիր հումոր ունել հայրը շատ Բայց մեկը Այս որ կոմայից նոր էր դուրս եկել կոմայից Սպարկացա Մասաժիստ են բերել որ ինքը իբր թե այս մասաժիստը իբր թե իրան բուժում է էլի Մայստրո կոպիտ գիտես բաբական Մայստրո աչքերդ բա մայստրո ու դույով Մայստրո ես ով եմ մայստրո մի հատ ինձ նայ մայստրո անունս ի՞նչ է անունս հիշում ես Անունս հիշում ես Տղա ջան անունը սիմֆոնիա չի որ հիշեմ Ինչ լավ։ Անունը սիմֆոնիա չի որ հիշեմ ինչ ես եկել Լավ, ինչպես կասել են Ռավիզը անցանք երկրորդ Առաջի հարվածը Աշխարհում ամենասիրելի երգը Խենթը Ուրիշ երգ չեմ ճանաչում Խենթ Խենթ Այդ որն էր մի հատ Որ սերնդեսերունդ գալիս է որ sense գալիս է Համարը նման է հետո Ուզում երգես էլի Ես երգելը վաղուց մոռացել եմ Լավ Չելենտանոյի լամաղայ Սիրելի նման էին իրար երգելը Սիրելի ֆիլմ Սիրելի ֆիլմը մենք ենք մեր սարերը ամենայն սիրելի ֆիլմը լուրջ եմ ասում Ես Շեդևր հին հայկական ֆիլմեր ես եմ ընդհանրապես հին ամեն ինչ հին է շատ եմ սիրում այս բան թթենին հիշեցի Խենթից հասկացանք որ թթենին պետք է ամեն ինչ որ հին հա Դժվար է այսպես հարցերի պատմումը խենթալը դա էլ շեդևր է Թթենին հա ես Նայ ուրա բայց ասում ես մի հատ երգ ասա որ արդեն 25 տարի սերնդեսերուն որ այսքան երեխուց միջև տատի երգը գիտի Մենակ դու Մայքլ Ջեքսոնը Բիլի Ջինը Ոչ Սիրելի հայ երգիչ Եթե չունեք, կարող ասեք չունեք Ես շատ եմ սիրում Գորին Սուջան շատ Չեմ խորացել այդ հարցի շուրջ Սիրելի հայ երգչուհի մանավանդ չեմ խորացել, չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող ասել Չէ շատ տաղանդավոր մարդիկ լեցուն կան Հա Ինչպես եւ անտաղանդ Փարքասու կամ հակառակը բայց չեմ հետևում Ես նոր սերնդից պետք ասեմ թե ընդհանրապես Քեզ համար ով է Ես շատ սիրում եմ ցավոք չգիտեմ ոչ մի տեղեկություն իր մասին Անահիտ Մանուկյան շատ Վայ օպրես վերջապես իր նկարը կդնենք Իսկ սերիալներ նայում եք Ես իմ կյանքը տեղով սերիալ է այսօր գնացել եմ Ճապոնիայի դեսպանատուն վիզա վերցնելու ասում են դու 3 տարվա վիզա ունես Ես ինչի ես եկել Առաջին celebrity crush-ը Ինչը Ես խնդրում եմ գրապարում չխոզալ Ինչը Առաջին հայտնի մարդը մի հատ հետ գնացեք մանկություն, պատանեկություն, որին տելևիզորով տեսել եք կամ ժուրնալում տեսել եք ու հավանել եք որպես Հայ թե ընդհանրապես Չէ աշխարհ Հայ Կարող հայ լինի Կարող հայ լինի Անահիտ Մանուկյան Հավանել եմ այսքան ուզեցել եմ իրան նմանվեմ կամ Ոչ Կին Ախ կին Ահա որպես մարդ որ ասում ես Անից դարում ենք ապրում, ես մի քիչ խառնում եմ իրար, հստակացրեք հարցերը։ Պետք է գնանք մանկություն, ես ասա Զիկինային արդեն։ Զիկինա։ Լուրջ ես ասում։ Չէ, կասեք եմ անում։ Ես կարող եմ ասեմ, Սոֆի Լորեն։ Հստակ, եւ Բրիջիտ Բարդո։ Եվ մյուսները։ Բայց Սոֆի Լորենը կրում է։ Սոֆի Լորեն խենթանան։ Ոչ մեկ չէ։ Լոլո Բրիջիտա, Բայց այսպես հարցեր դուք պատասխանեք։ Հասկացանք։ Ես ուզում եմ դերասանու անունը հիմա հիշեմ։ Չելենտանոյի հետ հանրայդ ֆիլմում պատկերված։ Որ խաղողը ոտքով Օրնելա Մուտի։ Ով է ամենա հումորով հայտնին, ում անձամբ ճանաչում եք։ Պարոն Դուրյանը ինձ համար։
անկեղծ, որտեվ պարոն Դուրյանը մի բան նկատեցին եք, չէ՞, որ պատմում, ադու սենց սաղ օրինակ պարոն Դուրյանը որ պատմում, ես այդ ինձ թվում է ես օրինակ ընդեղ եմ եղել, ես պարոն Դուրյանը։ Ողջ թե ում անձամբ ճանաչել եք կամ ճանաչում եք մհերը։ Անձամբ ճանաչել եք, ֆոտ մեկ խնդրում եմ, էլի։ Հավեսա, չէ՞։ Նու լավ այնքան որ լավ պարզանքերս չի եղել մեր Մկրտչյանը, բայց ինքը ես շատ եմ իրան սիրել, ես Պարուր Սևակ խենթանալիքի Դուք ներկայացման մեջ պարոն Դուրյան, որ ասում եք ձեր տուն ովքեր էին գալիս, ես հենց անուններ տասեք ամբողջ դալիճը ծափարում, լեգենդներ։ Պարուրը շատ մտերիմ էր շորս հետ, շատ էր գալիս գնում եւ ուրեմն ինքը հայրս ինձ հայկական դպրոց տվեց, ասելով այդ ներկայացման մեջ ես պատմում եմ, ասելով որ ինչ ասել է Հայաստան դղաս պիտի երթա դե հայրենադարձ էր, չէ, ռուսական դպրոց, մաման ասում էր, հան սովետում ենք ապրում ռուսական դպրոց, ոչ, տվեց Շամյանի դպրոց, ամենախոշոր դպրոցն էր ժամանակ։ Ու գնաց 2 տարի Գերմանիա, Լեյպցիգ, Գևանդհաուս, Դրեզդեն եւ այլն աշխատում։ Հենց գնաց մաման հանեց տվեց ռուսական դպրոց։ Մի անգամ։ Ու պապան երևի այդպես էլ չիմանա, որ ես ռուսական դպրոց եմ գնում, որովհետեւ երբեք չէր հարցնում։ Ոնց եմ երբեք չի հետաքրքրվել այդ հարցը։ Մենակ ասում էր դպրոց ինչպես է կորցրել, ասում է շատ լավ, պապ խափում է իսելակ։ Վերակնությունների մեջ կորացի, այն էլ նույնիսկ երկի վերակնություն, այդ մակարդակի չէի սովորում։ Ու գնում էր։ Եթե մի օր գիշերը ուզում եմ 11:12-ին, ես Սելավի ներկայացումից սա պատմում եմ, զանգը տվեցին, ես տունն հիշում եմ, ես հիշում եմ, այդ ինչ որ պատմում, ես հիշում եմ, չէ՞, փոքրի։ Պարուրը ու Սիլվա Կապուտիկյան մտան։ Հիշում եմ, պապաս մամային ասում էր, աս հայաստանցիներին գջաթեմ գորիա 12-ին գիշերը առանց կուշացնելու հյուր գերթան սեղանտիր տեսնամ ինչ պիտի ենեմ, աղբարել էլ հերս ու տես բաներ տես։ Կերան խմեցին, ման, Պարուրը խմում էր, լավ խմում էր, խմում լավ ծխում։ Բա Օհան ջան, եղբայր ջան, վեր չի կենացնեմ ասում, բայց չմտի նեղանաց, ասա որ չես նեղանում։ Քո կենացը խմում եմ, բայց քնարիկի կենացը մամա չեմ խմում։ Ոյ։ Սիլվան բա ո՞ց թե Պարուր, մամա, չէ, Սիլվա, ո՞ց թե Օհանի տղեն, Օհան Դուրյանի տղեն ռուսական դպրոց։ Վաու։ Մամաս ընդերից ինչ անենք Պարուր, դու վրացու հետ ես ամուսնացել։ Յակամ, դու վրացու հետ ես ամուսնացել։ Ասի ցակնարը չկա, ես վրացու հետ եմ ամուսնացել, բայց ես վրացու դարձեցի, հայ, իսկ դու հայ տղային դարձում ես ռուս։ Եվ Պապաս Սիլվան օրենքինով ստացի, բայց ինչ գխոսես, ես ինքս իմ թերքով քնարիկ եգուրոս դեսնա։ Սիրելիս ու այդ օրվանից Պարուրի մամ դարձա մենք բոբո ջաջա։ Արդեն ինքն էլ բավականին գեշ տղամարդ էր, որ տեսնում էի, փախում գնում էի։ Բայց հետո երբ մի քիչ մեծացա, մի քիչ սկսեցի հասկանալ ով է։ Շատ կապվեցի իրան, հաճախ բավականին, նույնիսկ ինձ թվում ավելի հաճախ քան պետք է։ Գնում էի ու իրան իմ առաջի սիրո բանաստեղծությունները էի կարդում։ Ես մինչև հիմա ունեմ տունը, գիտես, իմ բանաստեղծությունները իր ձեռքով ուղած վրան ուղումներ արած, որ ես այստեղ էսպես կասեի, այստեղ էսպես կասեի, հա։ Ինքն էլ համբերատար լսում էր խեղճ մարդը, ու միշտ վերջում ասում էր վերջացրիր, ասում էի, հա, գնա, պապային գբարել, այն մորդ է գբարել։ Տեսեք, ես այդ կողմից բախտ եմ ունեցել։ Իսկ մհերը Մկրտչյան նշեցիք, որ ամենահումորովն է։ Շատ բան չեմ կարող, մենակ հիշում եմ, որ իսկ ինքը միշտ տխուր ա եղել, ինձ մոտ տենց տպավորություն ա։ Չէ, ես չի ասի, բայց ինքը շատ խորը անձնավորություն ա եղել։ Ու գիտես հիմա ինձ ասում ես, ես ասես մտածում եմ զարմանալի է, չէ, մերից երևի ոչինչ չկարողանամ պատմեմ, որովհետև ինքը շատ սենց այդ գիտես ինչ է, օրինակ կնոջս ասում են, վայ ես աստված սիրեք, ես չեմ ամենատվում այդ գիգանտի հետ, պրոստը ուզում եմ մի բանի օրինակ տամ, որ ասում են ինչ երջանիկ եք, որ սենց ամուսին ունեք, իրանց թվում է ես մտնում եմ տուն մի հատ էի նեկավ կնդաս համար են խաղում, հայելի մտնում եմ տուն ասում եմ կնիկ, լավ ես կնեցի հերիքա, տես չի, տանը
Մենք լրիվ ուրիշ Ընտանիքի անդամները լրիվ ուրիշ ենք եւ այսպեսի մարդկանց կարևոր չի կանում ես դու հանճարեղ կամ ոչ կին լինելը դա հերոսություն է եւ ուրեմն ֆրուզն էլ կադրից դուրս ոչ թե տխուր ճիշտ է ինչ որ միտեղ բայց ինքը ծանր մարդ էր ինքը շատ հետաքրքիր անձնավորություն էր ինքն էլ խորիկն էլ բոլորը չէ այդ կողմից ես իսկապես բախտավոր եմ եղել որովհետեւ մեծություններ եմ տեսել, շատ մեծություններ եմ տեսել։ Ես նույնիսկ Բրեժնևի գիրքն եմ նստել։ Ինչ եք ասում։ Հա, լուրջ եմ ասում, Անուշ օպերա, Հովհաննես Թումանյանի 100-ամյակներ, Բրեժնև, Բաղրամյան, Միկոյան եկել էին Երևանում Անուշն էին, դիրիժոր Հանդուրյան, բեմադրիչ Վարդան Աճեմյան, Անուշ Գոհար Գասպարյան, Սարովահան Միրաքյան, դեկորացիա Մարտիրոս Սարյան, կոստյում եւ այլն։ Ու ներկայացումից հետո պապան փոխվում էր, քրտնած ես կողքնի։ Իջան բա մայստրո Բրեժնև ուզում ես տեսնի, հայրս։ Ասեք հիմա գուքամ։ Բրեժնևին։ Այն ժամանակ։ Ասեք հիմա գուքամ, այս ծիլախրանիցները ռուս, էլ չհասկացա դաժե ինչ ասեց։ Սենց պապան է փոքր, վերցրեցի ոտերը փոքվեց։ Վազելով, հա։ Պետական լոժա։ Բրեժնևն ավզել տես։ Ես էլ այդպես վազելով բարձրացա պապայի։ Մտանք որս այդ խոսած, բան ասեց ինչ շուտ, բանը կնստեցի գիրքը։ Ասեց դու ես ուզում դիժուրդան, ասեց չես կասման ավտոմոբիլ։ Ու դարձա էլի։ Չէ, այդ կողմից ես եթե նորից ծնվեի, մանե նույն կյանքը պիտի ուզենայի ապրել։ Եթե կարելի էր ավելի հետաքրքիր, ինչու ոչ։ Հնարավորություն ունեք 1 օր ապրել մեր մեծերից մեկի կյանքով։ Ում կընտրեք։ Ալեքսանդր Թամանյան թե Երվանդ Քոչար։ Թամանյան։ Թամանյան թե Մարտիրոս Սարյան։ Թամանյան թե Վիլյամ Սարոյան։ Թամանյան։ Ես իմ քաղաքը շատ եմ կարող ես շարունակել Թամանյան։ Չէ, շարունակելու եմ։ Թամանյան թե Արամ Խաչատրյան։ Թամանյան թե Անրի Վերնոյ։ Թամանյան թե Սերգեյ Փարաջանով։ Թամանյան թե Լեոնիդ Ենգիբարյան։ Թամանյան թե Մհեր Մկրտչյան։ Թամանյան թե Շարլ Ազնավուր։ Իրոք Թամանյանը հողտեց։ Բայց ինչ կանեիք այդ 1 օրը Թամանյանի կյանքով որ ապրեիք։ Ինչ կանեի։ Չէ, բայց այստեղ մի հատ պետք է մի բան կողքը ավելացներ Թամանյանի կյանքով, բայց իրավունք ունենայր ինչ ուզես անես։ Ուզում եք նորից հարց։ Փող, չէ, քաղաքը նորից կդարձնեի քաղաք։ Վարդան։ Այո։ Օ, դե բնականաբար շուրջ երկրյա ճանապարհորդության ես մեկնում 3 տարով։ 3 տարով։ Մի առանց վերադառնալու։ Չես վերադառնում։ 3 տարի դրսում եմ։ Բայց քեզ ամբողջ ճանապարհորդության ժամանակ ուղեկցում է նրանցից մեկը։ 3 տարի։ Ընտրել եմ այն մարդկանց, որոնց հետ դու արդեն հնարավորություն ունեցել ես տարբեր առիթներով շրջագայել։ Հապա։ Բոնի թե Զիրոյան։ Բոնի։ Բոնի թե Գրիգ։ Բոնի։ Բոնի թե Պոնչ։ Պոնչ։ Պոնչ թե Տոմա։ Պոնչ։ Պոնչ թե Զարա Սահակյան։ Պոնչ։ Պոնչ Հիմա նեղանալու են ինձանից, Չէ, չէ՞։ ոչ։ Նեղանալ չլինի բոլորը շատ սիրում։ Պոնչ թե Աշոտ Ղազարյան։ Աշոտ Ղազարյան։ Աշոտ Ղազարյան թե Ռաֆայել Երանոսյան։ Աշոտ Ղազարյան։ Աշոտ Ղազարյան թե Լևոն Հարությունյան։ Պարոն Դերյանը ոնց է նայում։ Հա, Բոլորին սիրում եմ, դե։ Հասկացող։ Հաս չէ, բանորե, բոլորին սիրում, չկտրայի, բոլորին սիրում եմ։ Նենց եմ կտրելու չես։ Դե Աշոտ հետ արդեն ճամփորդեցինք։ Հիմա Լևոն հետ ենք ճամփորդում։ Եվ վերջին հարցը Լևոն Հարությունյան թե Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիետա Ստեփանյան։ Ջուլիանա։ Շատ ուրախ Բոլոր նշված անուններին շատ սիրում եմ, դե պետքա մեկին ընտրեի։ Լավ, անցնենք առաջ եւ գուշակիր ով եմ ես։ Ճիշտ եմ տեսնում։
10 հարցով պետք է գուշակեք։ Եթե չգուշակեք, մրցակիցը պատիժ է հորինում։ Տեղում։ Ես եմ հորինում։ Եթե հա չգուշակի Իսկ ինչ Վարդան։ պատիժ ունի։ Ինչ կուզեք։ Իսկ հարցը ինչ պետք է լինի։ Հարցը պիտի լինի նենց, որ պատասխանը լինի միայն այո կամ ոչ։ Հասկացա։ Ու 10 հարց։ 10 հարց։ Պարոն Դուրյան, տղամարդ է։ Հա, թե չկա։ Հա։ Դուք այո կամ ոչ պետք է ասեք։ Պարոն Դուրյան, տղամարդ է, տղա է, թե Ոչ։ կին է։ Երգչուհի է, Ոչ։ դերասանուհի, Այո։ օ, հայ դերասանուհի, Այո։ օ, Մոտեցա, ինչքան քանի հարց է տվել արդեն։ 4։ 4։ Ձեզ է ձեր թատրոնում բեմում եղել է։ Հարցը կոնկրետ դուր։ Դե կոնկրետ։ Չէ, ձեզ է ձեր թատրոնում շատ է։ Ինձ հետ թե մեր թատրոնում։ Ձեզ հետ ներկայացում ունի ձեր թատրոնում։ Ոյ։ Այո, կամ Ես այդքան որ Ա։ ճամփորդել եմ։ Մի հարցը դու։ Լավ, ձեզ հետ ներկայացում ունի։ Այո։ Նույն հիմա չունի, բայց ունեցել է։ Հիմա չունի ունեցել է։ Մնաց 5 հարց։ Մեծ սերնդի ներկայացուցիչուհի է։ Բայց հրցակակայս։ Չնծամեջ հարաբերական։ Ոստված մի։ Ինձ համար ոչ։ Ես ձեր ներկայացումները դիտել եմ։ Այդ հարցա։ Չէ, ես ինձ խոսում եմ ուղղակի։ Ես ձեր ներկայացումները դիտել Մանեն եմ։ ասել եմ մտքում խոսեմ։ Ինչ լավ է խաղում, պարոն Դուրյան։ Ձեզ հետ խաղացել է։ Ուզում ես հուշես մանե։ Չէ։ Երբեք։ Մարգտով։ Լավ, Բոհեմ թատրոնում հիմա ներկայացման մեջ ինքը մասնակցություն ունի։ Ոչ։ Մնաց 2 հարց։ Իր անունը տտարով է սկսվում։ Ոչ։ Տոմանչի։ Դա չգիտեմ։ Չէ, մի րոպե։ Մի հուշեք։ Ոչ մի քիչ Չէ, չի ես հուշել, չեմ ուստեղ մենք հուշում, բոլորս ձեր Ինձ ոչ ճշտամիներն չասես ենք։ ես ուղղակի։ Կյանքում ես կա երկար գլխից մի բան դրանց չի վստահում։ Թակավոր է ինձ զգուշում դա ասա։ Հուսամ գեղեցիկ բան եք դրել ես։ Շատ։ Չգիտեմ, Անչա։ պարտված։ Հանինայ։ Լուիզան։ Դոն Ժուանավիային Ու նետա։ խաղում եք, պարոն Դուրյան, բայց մի հատ դուք էլ հարցեր տվեք։ Այո։ Լավ։ Ես դերասան, հա։ Սերն եք հարցնում։ Չէ, դերասան, Այո, հա, սերը, այսինքն դերասանուհի։ այո։ Այդ մի հարց, երկու ինչ ասել։ Համ սեր հարցրեց, համ մասնագիտ։ Լավ, լավ։ Չէ, մի հարց, այսօր սեր մեր մի հարց հանցնում, այսօր դարում այդ մի հարցը ցավը տալեմ, այսօր այդ Խորնը։ այդ մի հարց հանցնում, վերջացավ։ Վերջացավ։ Всё, վերջացավ, ուրեմն աղքին է Այդ մի հարց։ Հիմիկվա, Նաեւ, հայ, այո, երիտասարդ, հա, ինձ համար միշտ։ չէ, իմ խաղերը մի տուր, Բա ես ո՞ց պարտեցի։ նու մոտով սկան տարեկան է։ Յո, չէ, այո։ Այո, այո, ոչ չէ։ Այո, ոչ, Բայց այս հարցը չենք չէ, հաշվում։ չենք հաշվում, չէ, ոչ, հետո մեր պապին, կարգի վերաբերվեք։ Դուք կարաք ասեք, օրինակ, ինձնից մեծ է կամ ինձնից փոքր է, sense Ինձ մեծ է։ Չգիտեմ։ Ուրեմն կարող քո հետ նկարվել է։ Լավ էլի պարոն Դուրյան։ Այո։ Ջուլիանա։ Այո։ Ջուլիանա։ Գնամ Ջուլիանա ասեմ Ջուլ ջան նկարը ճակատից դրած նստել եմ։ 10 րոպե նստել եմ։ Ջուլիան հրաշքա Ջուլիան։ Դե պատժեք Վարդանին։ Վարդան ջան հաջորդ ճապուրտությանը մենք 5 հոգով թատրոնով գալիս ենք, դրամ չես մեծնում, ձնի գնում ենք, ձնի գալիս ենք։ Բայց չէ, կարա զանգի ինչ որ հայտնի մարդ, օրինակ կարա Ջուլիետային զանգի, կակրած շատ հետաքրքիր կլինի։ Շատ լավ, զանգի Ջուլիային ճիշտ։ Ու ինչ ասի։
Հարաս այդ աֆրիկական բաները տանես։ Ասես մի հատ տուր կա, բայց պետք է մի Դու շաբաթ բայց մնանք։ ցեղերի մոտ Ցեղերի մոտ։ կգաս։ Պոսը մարտակերներ են։ Բայց մեզ իբր Մարտակեր ցեղեր Մենք նկարանումների, այլի, ասեմ գնում ենք նկարանումների մոտ։ Ուզում եմ նկարանումների կգաս, հանդեղ էլ մի հատ պետք է նկարենք, էլի կլիպ եմ նկարում մարտակեր ցեղերի մոտ։ կլիպ չէ, անգամ հաղորդում է։ Հաղորդում է, մարտակեր ցեղերի մոտ, պրոստը մարդ են ուտում, բայց Մի քիչ զգուշ պիտի լինենք, բայց խոստացել են, որ բան։ չեն ուտի։ Ուղղակի թուղթ պետք է ստորագրեք ամեն դեպքում, որ Ու եթե կերան, ես մեղավոր չեմ։ հա էլի, զարգացրու դու Զանգում արդեն է։ քրամաբանությամբ, հա։ Բայց մենակ միկրոֆոնին մոտ պահի հեռախոս։ Երոնի չպատասխանի։ Երոնի Երոնի ֆոտոսկանի։ չպատասխանի։ Ես գժվում եմ իր հումորի համար։ Սուրտս ասենց։ Չվերցնեք, Տիկին Ջուլիա, չվերցնեք։ Վերցրեք։ Տիկին Ջուլիա ջան, բարի երեկո։ Բարի Վարդանը։ Ոնց եք։ Մոտս գրած է։ Հա, գրած է համարս, լավ եք։ Լավ եմ ցավը տանեմ գնաց իրեկար։ Հա, հեսա մի քանի ժամից էլի թռնում եմ, Տիկին Ջուլիա։ Դու անընդհատ գնացած վիճակում։ Գնացած եկած, ինչ անեմ։ Դուք լավ եք։ Լավ եմ ցավը տանեմ, շատ լավ եմ, հա։ Տիկին Ջուլիա ջան, մի հատ sense պրոյեկտ ենք մտածում նկարահանումների, որ ինձ հետ հայտնի դերասանուհի լինի։ Ուղղակի մի քիչ տենց որ ֆորմատից դուրս է ամեն դեպքում ասի հարցնեմ, որտեվ շատերը կվախենան։ Աֆրիկայի ցեղեր են, տենց պետքա պատվաստվենք բան, ուղղակի տենց նաև մարդակեր են էլի իրանք, բայց մեզ ոնց որ դիմավորող կողմը ասում է, որ կփորձենք տենց անենք, որ ձեզ չուտեն։ Վայ։ Ասում եմ ոնց եք անելու, դե ասում է տենց կպահենք, բան, տենց հենց ուզենան բան։ Ասեցի դե եթե ուտեն, այդ պայմանն էլ եմ դրա առաջինի ինձ։ Վայ։ Հա։ Հիմա տենց բայց էքստրիմ է, էլի ոնց որ սենց էդի սենսացիա կլինի, եթե հետ գանք։ Սմա, բայց դրա մոր օպերատորներ ասում են նկարենք մեյլով մի անգամից հետ ուղարկենք այդ վիդեոները, որ այստեղ լինի ու տենց թուղթ էլի ստորագրվի։ Մի խոսքով սենց բարդ բան է, որ համաձայն եմ, որ նույնիսկ ինձ ուտեն, օքեյ է բան։ Հիմա սենց խորը։ Հա Վարդան։ Հա, բայց ես միշտ ստորագրում եմ գնալուց։ Չէ, դեպք եղել է որ ուտեն։ Դե որ խոսում եմ ձեզ հետ, չի ինձ հետ չէ, բայց իրանք կերել են, եղել է հյուրեր, որ տենց կերել են։ Ոյ Վարդան։ Հա։ Էդ ուզում ես ինձ ուտեն։ Չէ, ինձ հետա չեմ ուզում ձեզ ուտեն, բայց սենց լրիվ պատկերացնում եմ, նաման տես մեր վերջի կլիպից հետո, ես պատկերացնում եմ, էլի։ Ինքը սենց գյուղ է, ցեղերն են, բան, մենք այնտեղ պետքա մնանք, կարծեմ 6 օր, տենց գիշերները դե տենց մարդ ոնց որ չկա էլի իրանք են, սենց ծղոտից տներ, մի քիչ վախենալու է բան տենց, բայց դե Վայ, կանն է ծղոտի մեջ ուտեն գնան։ մի անգամից ծղոտի մեջ, չէ։ Ծղոտի մեջ է գիշերը իրանց հետ։ Դու ես ո՞նց ես ռիսկ անում տես բաներ։ Բայց ոնց եք այդ մտքին նայում, Տիկին Ջուլիա, գնանք այդ ռիսկի, թե չգնանք։ Ես սիրում եմ տենց ինչ-որ։ Սիրում եմ, որ ինձ ուզեն ուտեն։ Կարամ պրոդյուսերն եմ շոու։ Այդքան ապրում եմ։ Ես ապրեմ ասեմ, ուրա գնացի լավայրի ցեղերը կերել է։ Իմ դավուրստանը հատուկ բան է դա։ Հիմա տենց չգիտեմ, Տիկին Ջուլիա, եթե չեք ուզում հասկանամ ով համաձայն կլինի էլի, որ տենց գա համաձայնալի կարող է իրան ուտեն։ Չէ, ցավ տանեմ, ես չեմ ուզում հələ ինձ ուտել, մի գործեր ունեմ ասում։ Մահա թե չէ։ Ասես։ Այսինքն չէ, Տիկին Ջուլիա, ձերը չէ։ Ինձ տարվա դոգը եկավ կնքել։ Հա, վсё, ուրեմն դուք չեք կարա։ 5 տարուց կարան գնանք, հանգից խղճով։ Արդեն դա ոնց։ Ասա։ Տիկին Ջուլիա, մենք նկարանման ենք Մանեի մոտ, ես ու պարոն Դուրյանը, հիմա ձեզ լսում են, եւ նենց ստացվեց պարոն Դուրյանը ինձ հաղթեց ու պայմանը էր, որ ես ձեզ պետքա զանգեմ, ասեմ, որ գնում ենք նկարանումների ցեղերի մոտ ու մեզ պետքա ուտել։ Դուք հավատում եք, ես ձեզ տանեի տենց տեղ, լի մի հատ ասեք։ Չէ, ես հավատում եմ, որ դու ռիսկով գնում ես այդտեղ։ Բայց դες դժվար տանեի մի տեղ, որտեղ կարող է մեզ ինչ-որ վտանգ լինի, էլի։
ասма, եթե ուտելու են առաջինը ինձ ուտեն։ Դու չես ուտեն, ես մենակ մնամ դրանց։ Քեզ ուտել ես մենակ մնամ դրանց։ Տիկին Ջուլիա, բարև ձեզ։ Պաչում եմ, գրկում եմ, ապրեք։ Ես արդեն պատրաստ էի բանը, հովանավորը այդ շոուն գնայինք այդ վայրի ցեղերի մոտ։ Կզանգեմ ես ձեզ կշփվենք, տամ պարոն Դուրյանին։ Ջուրջան ցավը տալեմ, եթե քեզ ուտեն, ես էլ էի գարու ուտվել, ունես որ կասկած չունեի, չես։ Եթե դու գնաս, տարեք, ես էլ կգամ։ Կոմիսը ավելի խաղով կետի։ Ապրես, համը միան ներկայացում խաղակ իրանց համար։ Լավ եղի Ջուրջան, համբուրում եմ, ցավը տանեմ, լավ եղի։ Էսա տալիս եմ, քանի չեն կերը։ Հա, տիկին Ջուլիա։ Ուրիշ բան չէի կարա, հա, օրինեի։ Տեսի սկիզբն է լավ մտքի, միտքը լավն էր, առանց ուտելու իհարկե։ Շատ լավ միտք է ու պատկերացրու, որ եթե դու մի քիչ ելից ասեիր, ես շատ եմ ուզում դու գաս, ես կգայի։ Ոյ, մերսի։ Մտածենք ուրեմն։ Եթե մի քիչ համոզեի, Վերջ, կոնտրակտը 5 տարվա բան, չեղարկում եմ, գալիս եմ Աֆրիկա, թող ինձ ուտեն։ հա, կգամ, կարող է լեզու կտեի ես իրան։ Մեզ մի կերեք համեղ չենք, չէ։ Ինձ պետք դու կսատկեք։ Ցտեք սատկեք։ Գրկում ենք, պաչում ենք, մերսի շատ։ Ինչպես։ Եգիպտոս չես տանում ինձ։ Հեսա դուրս գամ զանգեմ խոսենք ուրեմն։ Հա, չավ։ Եղավ տիկին Ջուլիա։ Պաչում եմ կա։ Հա, պարոն Դուրյան ասում է լեռնիկը պետք է խաղալ։ Վերնիկ տանենք հնդիկների մոտ վախենալու հետ մեզ։ Այդ է Ռաջա լեռնի։ Ռաջա լեռնիկը։ լավ, Համբուրում ենք, մերսի, լավ եղեք տիկին Ջուլիա, սիրում ենք տեսնում։ ես է բերդում ճանեմ, պակա։ Ակա։ Հումորով, հումորով։ Բայց ասա շատ լավն ասա մի քիչ համոզիր կգայի։ Իրոք գնում ենք միտեղ տեղ կարող մեզ ուտեն, պատկերացրեք, պարոն։ Ու Ջուլիետայի հետ։ Հա, ինչ կլներ ձեզ Ասենք մոտ։ գժական շոու կլինի, է։ Հա, բայց շոուից բացի, բայց մեր վիճակը։ Դիտելուց շատ հավես կլներ տենց։ Պոպկորնով։ Ձերը կերան, լավ, հլվան ձերը կերան։ Չելով, իսկականից լինում են տենց դեպքեր։ Հա, իհարկե։ Ուտում են Հա, իսկական։ պապուա գվինյա միջև մական, արդիկ չեն Մենք գնում։ կատակ ենք անում։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկաք ու այս հետաքրքիր պատմությունները պարոն Դուրյան, մանավանդ Ֆանտաստիկ էր։ Օհան Ես Դուրյանի եմ պատմությունը ցնցող էր։ Մերսի, որ Ես եմ եկաք։ շնորհակալ։ Էլի կսպասեմ ձեզ նոր հետաքրքիր պատմություններով, անհամբեր սպասում ենք նոր ներկայացումների։ Քեզ էլ Երևանում մեկ-մեկ։ Ամսի 7-ին մենք պրեմիերա ունենք։ Հա, դե տոմսեր չկան, Չէ, այնպես չկան, որ շտապ եք չկա, ձեռք հա, բերել։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, կոմենտել, ինչու ոչ, լավ կոմենտել, ինչու ոչ։ Լիքը լավ օրեր եմ մաղթում։ Նմանապես, Այո, բոլորին, մերսի։ բոլոր ազգին։ Գիտես չէ, միշտ պրեմիերա 10 օր պակասում է։ Միշտ 10 օր պակասում է։ Միշտ է 10 մի շաբաթը միշտ պակասում է։ Ինչքան շուտ է սկսում, մեկ այդ մի շաբաթը պակասում է։ Երբ է պրեմիերան։ 7-ին, Նորից։ Ամսի 7-ին, Ապրիլի կանանց 7։ նվեր եք։ Ֆուլա չէ զալը արդեն։ 7, 9, 11, 13, 15, 17 տեղ չկա։ Դե շատ թույն է։ Չէ, ուրախ եմ շատ ուրախ եմ, բայց պիտի Բայց ներկայացումը դեռ պատրաստ չի։ պիտի համը Չի եղել որ տարական ուտես բերանիդ մեջ մանգայի էսի։ Ինչ դով հարցեր։ Շատ անկեց հարցեր։ Չես Չէ, եղել է տարական։ սատկած ա եղել, չէ։ Չէ, մկերը տարական։ Ինչի պետք է տարական ուտում։ Բայց դες բաներ էիր ուտում։ Սի նայ, ամեն երկրում ինչ որ մի բան ուտում են։ Հիմա եթե դու երբ ես օտար երկրացում պատմում եմ մեր խաշի մասին, ինքը Հա, ես նույն եմ, դեմքն է շատ ընդունում, եմ։ ինչ որ հիմա դու։ Բայց ես խաշի վրա էլ եմ ես նույն դեմքը ընդունում։ այնտեղ դուք դες արյունի սասիսկիներ կան, ասենց մեծ արյունի ցավ։ Ասել եք, բայց ես չեմ կերեմ։ Այդքան բան ես կերել դերակացի չէ, դե Բայց զանգի իրան ասա, այսօր թռնում եմ Արգենտինա, տիպը շանս կարամ մի ամսով թողնեմ մոտը։ Խամյակ, ասա խամյակ ունեմ, հա, լավն է։ Խամյակ ունեմ, բայց ամեն առավոտ պետք է հանես մանտազ։ Ես Վարդան Սարգսյանն եմ, Վարդան Travel-ը։ Դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Համակերպեց Հա, ապրել։ պետք է նավակերպեցիք։ Թույն։